Բայց այլընտրանք չեք թողնում, տեսեք, եթե անընդմեջ, երբ որ բանախոսը ամբյոնի մոտ է, դուք ընդեղից գոռում եք, պարոն Մանուկյանը դրա չեմպիոնն է ընդհանուր առմամբ, գոռում եք, խանգարում եք, մարդուն չեք թողնում խոսել, չէ, հարցը տալիս է դա հեռատորական հարց է, դուք առաջի անգամ եք, հա, պարլամենտում, երթադրում եմ, որ առաջի անգամ եք պարլամենտում, որտեղ սենց ազատ պարլամենտ երբևիցե չի եղել, պետք չի, խոսելու տեղը ստեղ է, սրանից հետո, եթե ընդհատվեց բանախոսի ելույթը տեղից, ես իմիջիալից երկու կողմին է վերաբերվում դա, եթե մեր բանա, ոնչա, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից ընդհատվեց նաև ընդդիմադիր գործընկերոջ ելույթը, ես վերականգնելու եմ ժամանակ, զրոյից, այո, տեսնում եք ինչ արդար արժե նախագահ ունեք, շնորհակալ եմ, շարունակում ենք, հաջորդիվ եզրափակիչ ելույթների ժամանակն է, պարոն Աղազարյան, համեցեք, մինչև 20 րոպե, չընդհատեք, որ 20 րոպեն չվերականգնեմ պարոն Աղազարյանի։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, հարգելի տիկին դատախազ, ազգային ժողովը որոշում պետք է կայացնի գլխավոր դատախազի միջնորդության հետ կապված հետևյալ երկու խումբ հաստատումների պարագայում։ Առաջին խումբը, որ պետք է ներկայացնեմ, վերցված է բացառապես տիկին դատախազի միջնորդության նյութերից եւ ելույթից։ Հետևյալներն են. Իմ դեմ ցուցմունք տվող Սլավիկ Պողոսյանի նկատմամբ ընթանում է դատավարություն վարորդական իրավունքների հետ կապված մեղադրանքների հիմքով։ Հաջորդը. Սլավիկ Պողոսյանը եւ ես ցուցմունք ենք տվել, որ Սևանում զրուցել ենք երկուսով։ Աշոտիկ Կամավոսյանը ցուցմունք է տվել, որ ոչ զրուցել ենք երեքով։ Եվ դա, այսպես ասած, հիմնավորվում է մեր հեռախոսների նույն ալեհավաքի տակ գտնվելու հանգամանքով։ Հաջորդը. Աշոտիկ Կամավոսյանը հանդիսանում է Սլավիկ Կարապետյանի աները, իսկ Սլավիկ Կարապետյանը նույնպես անցնում է վարորդական իրավունքների հայտնի գործով։ Գործի հետ կապված բուռն գործողությունները ծավալվում են 2023 թվականի օգոստոսի 8-ից մինչև 11-ը։ Իսկ դրանից 20 օր հետո, օգոստոսի 28-ին, իրականացված ներքին դիտման տվյալներով Սլավիկ Կարապետյանը, Աշոտիկի փեսան, բոլորովին ոչ բարեկամական տոնով Սլավիկ Պողոսյանից հարցնում է, թե ինչ եղավ ձեր բռնած գործը։ Բա այդ 20 օրը ինչ ա եղել։ Այդ 20 օրում հաջորդ օրը բերել ինձ 40,000-ին առաջարկել հրաժարվել եմ, հաջորդ օրը բերել են 60,000-ին առաջարկել հրաժարվել եմ, եւ այդպես չեն կարողացել հասցնել 99,000-ի չեն կարողացել հասցնել 100,000-ի եւ ես հրաժարվել եմ։ Ինչ ա եղել այդ 20 օրը։ Դուք չեք տեսնում, որ այստեղ ուրիշ բան է։ Ալի հավաքի թեզի հենքով էլ հիմնավորվում է Սլավիկ Պողոսյանի եւ Աշոտիկի իմ որպես այսպես կոչված 3 երակողմ հանդիպումները։ Այդ Աշոտին ես հանդիպել եմ մեկ անգամ Սիրահարների այգում։ Երկրորդ խումբ հաստատումների անում եմ ես արդեն, որոնք իհարկե կարող են ընկալվել որպես սուբյեկտիվ բնականաբար։ Սլավիկ Պողոսյանի հետ ես Սևանում զրուցել եմ առանձին։ Սևանում ես անց եմ կացրել իմ հանգիստը ինչպես միշտ։ Ալե հավաքի ճակերտավոր հզոր արգումենտին որպես հակադարձում ես չեմ բացառում, որ 15-20 մետր հեռավորության վրա գտնվող Պողոսյան-Սլավիկի մեքենայում միգուցե նստած է եղել Աշոտիկ Կամավոսյանը, որը եկել է որ վերահսկի տենա իր փեսայի փողերը ուր են էթուն։ Սլավիկ եւ Աշոտ անլով մեկի հետ ես հանդիպել եմ մեկ անգամ այդ մյուս Աշոտի հետ։ Սիրահարների այգում Աշոտ անունով մարդու տեսել եմ առաջին եւ վերջին անգամ այդտեղ։ Աշոտիկ Կամավոսյանը, ով հանդիսանում է Սլավիկ Կարապետյանի աները, առաջին անգամ եւ վերջին անգամ հանդիպել եմ առերեսման
ժամանակ։ Ընդ որում հարցաքննության ժամանակ ես հարց եմ տվել։ Ասել եմ կներեք, էլի ենթադրեք դուք այդ աշոտն եք։ Դուք ինձ $20,000 փող առաջարկել եք։ Տեսագրված է այդ ամենը, տեսաձայնագրված է, ինքը ասաց, որ ոչ։ Հիմա այստեղ հարցեր առաջանում իհարկե, շատ կարևոր որոշում պիտի կայացնի ազգային ժողովը, կարևորագույն որոշում պիտի կայացնի ազգային ժողովը։ Ես չնայած կանեմ, որ պարոն Կոնջորյանը ասենք քննադատում է ընդդիմադիր մեր գործիչների, որ իրանք ինձ որպես տաշեղ օգտագործում են։ Ինչ որտեղ նաև կարող է, ոչ թե կարող է, համաձայն եմ բնականաբար, բայց ոչ թե որպես տաշեղ վիրավորական բառին հիմա պատասխանը կստանա պարոն Կոնջորյանը մի քիչ հետո։ Բայց ինչ ասում Արտվիկ Մինասյանը։ Ասում է տիկին դատախազ, դուք գործը տանեք դատարան, այս մարդու տանեք միանգամից դատարան, որ անմիջապես բանանեք որոշում կայացնեք եւ մանդատից զրկեք, չնայած դա չի նշանակում ես որպես Հովիկ Աղազարյան, որպես քաղաքական գործիչ, որպես անհատ պարտվում եմ, որովհետեւ ես մանդատից չեմ հրաժարվում։ Ինձ զրկում են մանդատից, պարոն Արտվիկ Մինասյան, շնորհակալ եմ ձեր ճիշտ մեկնաբանումների համար։ Հետո զրկեն, աշխարհը չքանդվեց։ Բայց էտիկետն է այդում։ Ստեղ ասում եք, ինչ ա եղել, արեք բան անենք, հնարավորություն տանք իրավապահ մարմինները թող քննություն կազմակերպեն եւ պարզեն, որն է ճիշտը, որը ճիշտը չի։ Բայց այտենց է։ Պարոն Կոնջորյան, դուք գիտեք իմ անձնական վերաբերմունքը ձեր նկատմամբ խիստ դրական։ Բայց ի տարբերություն որոշ մի քանի օգու։ Բայց ասենք դուք ձեզ կարաք երթվեք, ես կարամ կներեք 1000 անգամ քֆուր ուտեմ, դուք կարաք երթվեք, որ վարչապետը չի հանձնարարել տիկին դատախազին, կարաք երթվեք, դուք երթվեք ուրեմն, հարմար պահի, անդրադառնամ ելույթներին հալա մի հատ տնամի չեն ասում, Թաքույր Թովմասյանը ելույթ ունենում եւ բնականաբար, պարոն Կոնջորյան, բայց իրենք օգտագործում են, ընդդիմադիր քաղաքական գործիչներ են, ընդդիմադիր ուժեր են, պիտի օգտագործեն, պիտի շահարկեն։ Թաքույր Թովմասյանը իջիրս այլոց օրինակաբերում է հայտնի կարտոշկի գործը։ Այդ կարտոշկի գործը իբրև խեղճ գյուղացուն, ես զրկել եմ 3 կիլոգրամ կարտոֆիլա թափվել ասֆալտի վրա։ Այդ տեղանքը Արցախը ազատագրելուց հետո երկրապահները բռնազավթել էին եւ ոչ մեկը, ոչ թաղապետարանը, ոչ քաղաքապետարանը չէին համարձակվում երկրապահների դեմ քայլ կատարելու։ Այդ տեղանքում երևի թե դարերով, ես իմ գրքի մեջ գրել եմ, երևի թե դարերով կարտոֆիլա վաճառվել եւ բռնազավթել են եւ տվել էին մի հատ մեկին, ով պիտի մանր արենդայով տալ եւ փող աշխատել, եւ իշտել է ձերն, բայց փողոցի մի ամբողջ հատված փակվում էր։ Գնացեք հիմա տեսեք ինչ ա եղել։ Մենակ այդ քանի շնորհիվ, եթե բարով խելով մեր կուսակցությունը գրանցվի, մենակ այդ քանի շնորհիվ Նիկողոս Տիգրյանի փողոցում ապրող ժողովրդի 50%-ը ձայնատալու մեր կուսակցությանը, պարոն Ասլանյանի եւ իմ կողմից նախաձեռնված կուսակցությանը հիմն։ Որովհետեւ փողոցը մաքրվել է, կներեք բարիս համար զուգարանը մաքրվել է այդ ամեն ինչից։ Ես դա եմ արել եւ ես էլի բաներ եմ արել, հարգելի ընդդիմադիրներ։ Հիմա մատ Գարիկ Դանիելյանին անդրադառնանք նորից հետո հիմնավորենք ընդդիմադիրների կեսվածքը։ Գարիկ Դանիելյանը ելույթ ունենում, ինքը գիտի, որ ինքը որոշակի հարգանք է վայելում հասարակության մեջ։ Իրականում ես էլ եմ կապան դրական տրամադրված, բայց ինքը շահագործում է այդ հանգամանքը։ Եվ երբեմն ըստ նպատակի օգտագործում։ Հա, պարոն Աղազարյանը ամենակոռումպացվածը չի ստեղ ԿՊ-ի մեջ։ Այսինքն դատական որոշումը կայացնում, որ ես կոռումպացվածն եմ, հանցագործն եմ, մյուսներն էլ ավելի հանցագործել, այդպես չեն անում։ Պարոն Աղազարյանը մենակ լինելով իշխանական կուսակցության անդամ, ձեր երկու խմբակցություններից շատ գործ է արել պետության համար։ Ձեր առած գործերի ամենակարևոր բանը եղել է, ես միշտ բարձր եմ գնահատում ընդդիմության դերը եւ իշխանությունը ես համարում եմ երկու մասից բաղկացած, ընդդիմությունն էլ իշխանություն, որը շատ դեպքերում ճիշտ չի հասկացնում։ Դուք ընդհանրապես ձեր հանրահավաքներով բաներով պարբերաբար հաստատել եք, որ
օրվա քաղաքական կուրսը ճիշտ է, որովհետև ժողովրդի աջակցություն չեք ստացել։ Ափսոս Վիլեն Գաբրիելյանը այստեղ չի։ Մի տեսակ խանդով խոսած, որ մենակ դու չեք պարոն Աղազարյան, որ տղա եք։ Պարոն Վիլեն Գաբրիելյան, ես ձեզ եմ շատ հարգում, սիրում, բայց դուք ոչ կուսակցության սիրելին եք, և դուք այդ հանգամանքի ներքո եք ցույց տվել ձեր այս կամ այն հարցում համարձակ կեցվածքը։ Ես ոչ կուսակցության սիրելին չեմ եղել, բայց դառը իրականությունների մեջ միշտ իմ կեցվածքը պահպանել եմ, բայց բոլոր դեպքերում ես շատ բարձր գնահատում ձեր գոյությունը և թիմում և պետականության հետ կապված։ Հիմա ես մի կարճ անդրադառնամ Տիկին Կուրեյանի ելույթին, որովհետև այնտեղ շատ կարևոր բան ասում Տիկին Տատախազ։ Ինքը ասում է, որ դուք մայիսից 23 թվականի մայիսից արդեն այդ մարդկանց հետ կապված ինչ-որ բաներ տեղի ունեցել եւ այլ կարելի է արդյոք մտածել, որ այնտեղ ինչ-որ բաներ նախապատրաստվել է եւ այլ։ Փողոցում 2 օր առաջ հանդիպեցի պատահական մի հատ մարդու։ Բարևեցի, չճանաչեցիք, պարոն Աղազարյան, ասացի չկներեք, ասավ բանը, ներկայացավ, անունը չեմ տա, ներկայացավ, ասավ գիտեք, այդ մանր եղջրավոր անասունների գործով ես էլ ձեզ պետք է զանգեի, ասավ ոնց են անում, բռնում են հանցագործության մեջ մեղադրվող 2 հոգու և իրանցից թելեր են տանում տարբեր թելեր, կներեք էլի ներողություն եմ խնդրում, բայց արդեն կյանքը կա, տեսնում ենք, և փորձում են կապել այս կամ այն մարդու հետ, որի վրա ինչ-որ ձևով բան փորձեն անել։ Ես էլ պետք է ձեզ զանգի, ես չզանգեցի, ասում եմ։ Հիմա պետք է բան անենք, անդրադառնանք պարոն Հայկ Մնջուրյանի ելույթին։ Պարոն Գորջարյան, ես ձեզ սենյակում ասել եմ, որ ինչ-որ ասել եմ, լրիվ չեմ ասի բնականաբար, բայց մասնավորապես ասել եմ, որ ես միշտ գնահատել եմ ձեզ, ես հարգել եմ ձեզ, կներեք, որպես իդի շատ փոքրիկ տղաների տարիքի, նաև ես սիրել եմ ձեզ որպես երիտասարդ մարդ, երիտասարդ քաղաքական գործիչ, բայց ձեր խոսքը, եւ որ դուք ելույթ եք ունենում, այսպես կանգնած ելույթ եք ունենում, չէ՞, եթե այնտեղից մի հատ բան գցենք լույս, որ տնանք ստվեր կա թե չէ, ստվեր չի առաջանա, ձեր գեղեցիկ խոսքը դատար կա արդյունքում, դուք բառերի կույտ եք հավաքում իրար գլխի և միտք եք արտահայտում, հիմա դուք արդյոք դուք չգիտեք, որ ավտորիտարիզմը և բռնապետությունը տարբեր բաներ են, ավտորիտարիզմը մի մակարդակ ցածր է բռնապետությունից և այս պահին իմ ստեղ գտնվելու հանգամանքը ես պետք է օգտագործել և փորձում եմ օգտագործել, որ ավտորիտարիզմը, որ կայանում է, չդառնա բռնապետություն։ Իհարկե, ձեր օրինակը շատ ճիշտ է կապված Ռոբերտ Քոչարյանի և մյուսների հետ իշխանության հետ, շատ ճիշտ է, բայց եթե ես եմ արել, ձեր հետ միասին, պարոն վարչապետի հետ միասին, ես եմ արել, ուրեմն մի ծախեք իմ վրա իմ արածը, ես եմ դա բերել նաև, և ավտորիտարիզմը նորից եմ ասում, դա դեռ բռնապետություն չի, եթե վարչապետը կանգնում ասում է, ուղիղ եթերով, ելույթ անում հմեկի ուղիղ եթերով և հայտարարում, որ ինքն է ԲԴԽ-ի նախագահին ասել, որ բանանի, հրաժարական տա, ավտորիտարիզմը որն է, ավտորիտարիզմը վատ բան է, ես մի անգամ էլ նախաձեռնողի նիստի ժամանակ ասացի, պարոն Գաբրիելյան, ասացի, պարոն վարչապետ, դուք մեզ շատ եք սիրում, որ շատ եք սիրում, ուժեղ եք գրկում, որ ուժեղ եք գրկում, խեղդվում ենք, նա թողեք տնանք կարունենք մենք քայլենք, թե չէ, այդ են սախիտ խեղդել է իմ այնքը, գրկել խեղդել է դարլա ավտորիտար ղեկավար, դա վատ է, թող իմ խոսքի արդյունքում դուք, որովհետև դուք ուժեղ երիտասարդներ եք, իմ խոսքի արդյունքում դուք հակատրվեք ինձ եւ այս շղթաներից ազատվեք, որ ինքն էլ ուժեղ լինի։ Մենք եք իրան թույլատրել, մեր բանով եւ շատ են թույլատրել եւ երեկվա իր ելույթը ստելից դրա պատվիսն է։ Հիմա հրաժարվել եմ վարչության հորդորից, որպեսզի մանդատը վայրդանելու հետ կապված։ Բնականաբար հրաժարվել եմ, իսկ նախ երեք էլ հիմնավորում բերեցի, որովհետև դա իմ համար շատ վիրավորական էր, վարչապետի նման վերաբերմունքը, և ես չէի կարող, և ես
Կիլիկիայի հետ կապված կներեք 1000 ներողություն, 1000 անգամ ներողություն, 1000 անգամ ներողություն, երբ որ ամեն մեկը չգիտեմ որտեղ էիք, ես նոյեմբերի 9-ից 3-4 օր հետո հարցազրույց եմ տվել եւ ասել եմ, որ Քարվաճարը մերը չի եղել երբեք։ Այո, ես իրական Հայաստանի կողմնակիցն եմ եւ տերն եմ, բայց ինչ կարիք կա առավոտ այդ մասին խոսալ, կեսօրին այդ մասին խոսալ, երեկոյան այդ մասին խոսալ, հաջորդ օր այդ մասին խոսալ, ինչ կարիք կա։ Միգուցե այդ ամեն ինչի մեջ մի հատ վտանգ է թաքնված։ Այդ անհանգստությունը կարող եմ ունենալ, որ վաղը չեմ իսօրը ինձ ուրիշ իրական Հայաստանա հրամցվելու, բավարարվեք ես իրական Հայաստանով, եւ ես այդ վտանգի դենալով պայքարել եմ, պարոն Կոնջորյան, ամեն անգամ ձեր ներկայությամբ հարց եմ տվել, փախստականների վերադարձի հարցը քննարկվում է, թե չի քննարկվում, ամեն անգամ ստացել եմ բացասական պատասխան, շնորհակալ եմ, բայց հիմա այդ հարցը քննարկվում է, երկու ժողովուրդների մեջ հսկայական արյուն է հոսել, հսկայական արյուն հոսելու պարագայում, եթե մի կողմը ասում է պիտի փախստականները գան նոր խաղաղության պայմանագիրը ստորագրեմ, այդ կողմը խաղաղություն է ուզում։ Եթե մի կողմը ասում է Տիգրանաշյանը պիտի տաս ինձի, որ մեր ինձ տեղադրի ինչ-որ մարդկանց, որոնք անկայունության էլեմենտներ պիտի սերմանեն անդադ, այդ մարդը խաղաղություն է ուզում, խաղաղություն չի ուզում։ Հիմա ես իրավունք ունեմ անհանգստանամ մեր պետության վաղվա օրվա վրա։ Ունեմ։ Կարող է այնպես լինի, որ դուք նաև իմ տաշեղիս, տաշեղ անձիս, փոքրիկ խոսքով, որ դուք ասեք այսքան լիքն եք և ուժեղ եք և մի հատ տաշեղ ապակասում, որպեսզի դուք դառնաք ամբողջական ուժեղ։ Կարող է այդ իմ պահվածքով դուք դառնաք այդ ամբողջական ուժեղը և բոլոր այն անհանգստությունները, որ կա այսօր հասարակության մեջ, փարատեք և լուծեք, եւ պարոն Կոնջերյան, դուք այստեղ որ ասում եք Կիլիկիա բան եւ այլ, կանգնեք ելույթ ունեք եւ ասեք, որ Աղազարյան Հովիկը սխալվեց, բանալ քաղաքական բանկրոտ է։ Ես երջանիկ կլինեմ, որ լինեմ քաղաքական բանկրոտ այդ հարցերի կոնտեքստում։ Ու լինեմ շահած քաղաքացի։ Հիմա ես տեսնում եմ ինչեր է տեղի ունենում։ Ես ձեզ եմ խնդրել մի քանի անգամ, ասել եմ կանչենք պարոն Քայարամյանին հարցեր կա, կանչենք ես մեկին հարցեր կա, քննարկենք, ես տասնյակ անգամներ երևի այս ընթացքում հարց եմ տվել կալանքը, որպես ճնշմամիջոց օգտագործվում է, թե չի օգտագործվում, պատասխանը ստացել եմ դասախոսական մակարդակով։ Ուր ենք եթում, ճիշտ է, զուգարաններում չեն սպանում, բայց սպանության տարբեր ձևեր կա, պարոն Կոնջերյան։ Սպանության և մարդուն ոչնչացնելու տարբեր ձևեր կա, և դեռ հարց է, զուգարանում սպանելն է ավելի մարդկային, թե մտնել ուրիշի հեռախոսի մեջ, որն է ավելի մարդկային։ Ես ո՞ց պիտի նայեմ իմ տղաների աչքերին, ո՞ց պիտի նայի իմ տղաների աչքերին, ո՞ց պիտի նայի իմ շրջապատի աչքերին, բայց ես նայել եմ իմ տղաների աչքերին։ Իմ տղաները պարոն Սիմոնյանի մոտ ինձ պաշտպանել են։ Եվ այսօր Հայաստանում չկա մի հատ մեկը, որ իր կողքին կանգնած լինեն 3 հատ տղա, չհաշված պարոն Ասլանյանը, որպես ընկեր։ Չկա մեկը, որ իր կողքին կներեք ռուսների բառերով նասմերտ կանգնած լինեն 3 տղա։ Այդ մեկը ես եմ, եւ ես տաշեղ չեմ, պարոն Կոնջերյան, դա իմացեք։ Լավ, այսքան է։ Շնորհակալություն Տիկին դատախազ, կարծում եմ ընդմիջումից հետո, որտեվ 10 րոպե